Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Արա Վարդանյանն է։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Վարդանյան, տարիներ շարունակ նոյեմբերի վերջին օրերին տեղի էր ունենում Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքված գումարներն ուղղվում էին տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը, հիմնականում համահայկական նշանակություն ունեցող։ Այս տարի այն դեռևս տեղի չի ունեցել, ավելին խոսում էր անգամ գումարների հավաքման ինչ-որ մեխանիզմը փոխելու տարբերակների մասին։ Անձամբ ինչով եք սա պայմանավորում, Հայաստանում այլևս նման նախագծեր իրականացնելու կարիք չկա, թե հիմնադրամի նկատմամբ վստահության պակասը հանգեցրել է նրան, որ մարդիկ այլևս չեն ցանկանում գումարներ փոխանցել այս հիմնադրամին։ Շնորհակալ եմ հրավերի համար, տեսեք իմ ինֆորմացիայով հեռուստամարաթոն որպես այդպեսին տեղի ունեցել է կրկին գովաբանության օրը հանրային հեռուստաընկերությամբ այստեղ հեռարձակվել է մոտ 6 ժամ եւ 6 ժամ էլ ԱՄՆ-ում է տեղի ունեցել ի տարբերություն նախորդ տարիների, շատ նախորդ տարիների, երբ որ մենք 12 ժամանոց ուղիղ եթեր էինք անում եւ իրականում ամեն ինչ ուղիղ եթերում էր, արդեն մի քանի տարի է ընդունվել է որոշում, որ այսպես կոչված նախաձայնագրված բան են անում, հա, եթեր են հեռարձակում։ Իհարկե սա առաջի հերթին պայմանավորված է նրանով, որ այո, ցավոք սրտի համահայկական հիմնադրամը իր գործունեության ոչ ամենալավ օրերն է ապրում եւ դրա հիմքում այդ վատ օրերի սկսվեցին այդ վատ օրերը նախ եւ առաջ իմ աղմկահարույց ձերբակալությունով, որը ինչ խոսք միանշանակ որոշ չափով հարված էր հասրի հիմնադրամին, բայց փոխանակ դրանից հետո ամեն ինչ արվեր, որպեսզի վերականգնվեր հավատքը ի հանդեպ հիմնադրամի եւ ի հանդեպ իրականացված ծրագրերի, արվեց ճիշտ հակառակը, ինչը 20 թվականի դավաճանական պատերազմի ընթացքում հավաքագրված գումարից մոտ 100 միլիոնը փոխանցվեց Հայաստանի կառավարությանը եւ այնուհետեւ այդպես էլ պարզ չդառավ, թե այդ գումարի հետ ինչ եղավ, այսինքն իշխանության համար շատ պարզ էր, բայց նվիրատուների համար ոչ, իշխանությունը պնդում է, որ եղել է ստուգում եւ որևէ բացթողում չի գրանցվել, բայց մարդիկ պետք է նաև գիտակցեն, որ ով է իրականացրել ստուգումը։ Իրականության մեջ ստացել է այդպես, որ ստուգումը իրականացրել է այն մարդը կամ այն մարդու ղեկավարած կառույցը, որը նույն այն մարդն է, որը ստացել էր այդ գումարը։ Տեսեք, այսինքն ֆինանսների նախարարությանն էր, հա, գումարը ժամանակին փոխանցվել, այնուհետև ֆինանսների նախարարը նշանակվել էր այլ պաշտոնի եւ իր այդ ղեկավարած կառույցը ստուգել է 1.5-2 տարի առաջ իրեն փոխանցված գումարները եւ նաեւ ազգային ժողովում էր ստեղծվել հատուկ հանձնաժողով ընդդիմության պահանջով, որը պետք է քննարկեր եւ վերհաներ բոլոր թերությունները, սակայն այդ հանձնաժողովը չհաջողվեց աշխատանքը հասնել ավարտի մի պարզ պատճառով։ Օրինակի համար, երբ որ ազգային ժողովի Հայաստան դաշնքի պատգամավորը հարց էր բարձրացնում բանին, ֆինանսների նախարարին, հարցնում էր, որ լավ գումարը հիմնադրամից եկել նստել է դեպոզիտարիայի հատուկ հաշվի համարի վրա, որը նախված է հենց բարեգործական գումարների համար եւ այդ հաշիվը հենց դրա համար է ստեղծել, որպեսզի ապագայում դու կարողանաս հաշվետվություն տաս։ Այդ գումարը երբ նստել է այդ հաշվի վրա, ելքը հաշվից կարող եք ցույց տալ ուր է գնացել այդ գումարը։ Այդպես էլ միջև վերջ ֆինանսների նախարարությունը չտրամադրեց հաշվի ելքը, այսինքն տրամադրել նրանք մուտքը, որ գումարը իրականում եկել է։ Թե ուր է գնացել գումարը, արդեն չեն տրամադրել, դրա փոխարեն կառավարությունը ինչ որ հաշվետվություն է տվել, որ մի մասը ստեղ է գնացել, մի մասը ընդեղ է գնացել եւ դա իհարկե խփել է համահայկական հիմնադրամի պատվին, բացի դրանից չէր կարող Ղարաբաղի թե պատերազմը, թե այնուհետև Ղարաբաղի կորուստը չխփեր համահայկական հիմնադրամին։ Ի վերջո ստեղծման պահից ի վեր հիմնադրամը լրջագույն աշխատանք է իրականացրել Արցախում, լրջագույն աշխատանք։ Վերջի ծրագիրը, որ հենց ես եմ համակարգել եւ իմ վերջի խոշոր բացումն էր, դա Վարդենիս Մարտակերտ ճանապարհն էր եւ տասնյակ հազարավոր, եթե ոչ 100,000-ավոր մարդիկ, բարերարներ գումարներ էին տրամադրել այդ ճանապարհի համար, գիտակցելով դրա կարևորությունը, որտեղ Արցախի համար տնտեսական զարգացման եւ անվտանգության տեսանկյունից շատ կարևոր ծրագիր է կապող երկրորդ ճանապարհներ դա։ Բայց հետո գալիս է իշխանության մի ուժ, որը Ղարաբաղի կորուստից հետո դա ոչ թե կորուստ է համարում, այլ ձեռքբերում։ Հիմա դրանից հետո ակնկալել, որ Սփյուռքը փակ աչքերով նվիրատվություններ անելու, միանշանակ ակնհայտ է, որ այդպես չի լինի։ Եվ դրանով է նաև պայմանավորված
անձնապես օրինակի համար Նիկոլի կորած ուշադրությունը հիմնադրամի նկատմամբ։ Մենք տեսնում ենք, որ վերջերս վերջի մի քանի տարին նա ընդհանրապես հիմնադրամի մասին չի խոսում։ Բացի դրանից խալխլվել է հիմնադրամի բուն իմաստը իր ներկայացչական մարմին լինելու իմաստը, որովհետև մենք գիտենք, որ հոգաբարձուների խորհրդում ներկայացված էին նախկին նախագահներ, Արցախի կառավարության ներկայացուցիչներ եւ իհարկե մեր եկեղեցիները։ Հիմա վերջին նիստերին վեհապար հայրապետը չի մասնակցում եւ կասկած չունեմ, որ չի մասնակցի նաեւ մոտակա նիստին, երևի մայիսին նորից հոգաբարձություն նիստ կնի։ Մենք գիտենք, որ նախագահ Քոչարյանը պաշտոնապես դիմել է եւ հրաժարվել է իր անդամակցությունից որպես հոգաբարձությունների խորհրդի անդամ եւ դա արել է հենց այդ $100 միլիոն պատմության պատճառով, քանի որ նա հստակ առաջարկ էր անում, թե ինչ է պետք անել եւ սրանով հիմնադրամը վերածվել է ուղղակի եւս մեկ հասարակական կազմակերպության, որ իրականացնում է ծրագրեր։ Ասել, որ ոչ մի բան չի անում, իհարկե ոչ անում է, որովհետեւ նախ կտակներ են բազում ստանում Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում մնացել է դեռևս պատերազմի ժամանակահատվածից հավաքագրված գումարից շուրջ 70-80 միլիոն դոլար գումար, որը այնտեղ ուղղակի տարբեր ակցիաների մեջ է ներդրվել եւ գոյացած շահույթով ինչ որ ծրագրեր իրականացվում են Հայաստանում։ Բայց այլևս այն համահայկական նշանակությունը չի։ Համահայկական նշանակությունը չունի, որովհետև եւ գիտեք, երևի դա արտացոլանք թե նրա թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, իսկ ինչն է այսօր համահայկական նշանակության։ Ցավոք սրտի։ Դուք նշեցիք, որ հիմնադրամի հեղինակությանը մեծ վնաս հասցրեց ձեր հանդեպ հարուցված քրեական գործը, ձեզ մեղադրում էին հիմնադրամից խոշոր չափով գումարներ գրավադրելու, ինչպես նաև ստացված միջոցներով էլ խաղադրույքներ կատարելու մեջ։ Դուք բազմիցս հայտարարել եք, որ այս մեղադրանքները չեք ընդունում եւ դրանք քաղաքական հետապնդում եք որակել։ Այնուամենայնիվ կխնդրեմ մեզ հետևողների համար մանրամասնեք գործը ինչ փուլում է գտնվում ձեր հանդեպ հարուցված, այն մտել է արդյոք դատավարության փուլ, քանի որ մամուլում ինձ չհաջողվեց որևէ տեղեկություն այս մասին գտնել։ Այո, դատավարության փուլը քիչ է մտել, արդեն կա Արաչյանի վճիռ, այդ վճռով ես անմեղ եմ ճանաչվել, այդ ձեր նշածով դատավոր ինձ անմեղ է ճանաչել, ցավոք սրտի քաղաքական հետապնդումը դրանով չի ավարտվել եւ գտնվել է մեկ անձ, ով իմ հանդեպ տվել է ցուցմունք, ընդ որում իրարամերժ 3 թե 4 ցուցմունք ամբողջությամբ իրարակասող եւ դրանցից մեկը դատախազությունը հիմքի ընդունել, ապացուցելով, որ մնացած 3-ը սուտ են, որը անհրաժեշտ էր իրենց։ Որը անհրաժեշտ էր իրենց, այո, եւ դատավորը, Արաչյանի դատավորը ինձ 7 տարի ազատազրկման է դատապարտել, դե մենք իհարկե դիմել ենք վերաքննիչ դատարան։ Իսկ դա ինչ դրվագով։ Դա ուրեմն Արցախի Հանրապետություն պետք է տարվեր գույք, ըստ այդի այդ գույքը չի տարվել եւ հիմնադրամը ուներ իր սեփականությունը հանդիսացող գործարան Գյումրիում, որը պետք է այդ գույքը արտադրեր։ Գործարանի տնօրենը տվել է ցուցմունք, որ իբր ես իրեն ասել եմ, որ ինքը այդ գույքը չարտադրի, չտանի փողը բերի ինձ տա։ Հիմա ինչքան է դա զավեշտալի ինչի, բայց շատ ավելի զավեշտալի է, որ գործարանի այդ տնօրենը, որին վրա տվել է ցուցմունք, նաեւ կառկառուն քպականի հայր է։ Եվ ընդ որում պետք է ասեմ, որ այդ ցուցմունքը իմ դեմ տալուց հետո ամիսներ անց իր որդին նշանակվեց Շիրակի մարզպետ։ Այնուհետև տարածքային կառավարման նախարարության փոխնախարար, հիմա ինչքան գիտեմ, ինչ որ հանքում է աշխատում եւ վերջերս ինքս Աննա Գրիգորյան պատգամավորից լսեցի, որ հենց այդ անձը նաեւ փոխկապակցված է ենթադրյալ ինչ որ կոռուպցիոն գործարքների հետ։ Հիմա իր հայրի իմ հանդեպ տվել է ցուցմունք, ապահովելով որդու գործը կամ մի բուցկե կոծկելով իր արածները, բայց վճռը միայն այդ մի ցուցմունքի հիման վրա է կայացել։ Վճռը միայն մեկ ցուցմունքի վրա է կայացված, նորմալ երկրում այդ գործը դատարան նույնիսկ չէր գնա, որովհետև գործը ամբողջությամբ թերի է։ Եկեք մի պարզ օրինակ բերեմ, շատ էլ չեմ ուզենա գործի մասին խոսալ, որովհետև դա չի էականա, բայց պարզ օրինակ։ Գործովսկի չի իրականացվել ստուգում գործարանը, որ հասկացվի, երբ որ հիմնադրամը փողը փոխանցել է գործարանը, փողի ինչ ա եղել։ Շատ պարզ բան։ Մենք միշտ օրդել ենք դատարանում, որպեսզի նման փորձակնություն արվի հաշվապահական, որպեսզի հասկանանք, լավ հիմնադրամից այդ 240 միլիոնը երբ որ եկել է գործարանի հաշվին, ի վերջո այդ գումարներով ինչ արել։ Եթե մարդ ասում է բերե ինձ ատվե, նշանակում է այդ գումարը պետք է կանխիկացվեր, բերեր ինձ տվեր։ Հիմա մենք գիտենք, որ գումարը չի կանխիկացվում, մենք գիտենք, որ ապրանքներ են առել կահույք արտադրելու համար, ու երբ որ մենք միշտ օրդում ենք, որ դա ստուգեն, դա մերժվում է։ Հասկանալի է։
Ուզում անդրադառնանք Հայաստանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես մեր եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներին, հայտնի է, որ այս ամենը առավելապես արտաքին ուղղորդմամբ է իրականացվում, բայց այս իշխանությունների համակիրներն ու քարոզիչները սա փորձում են պայմանավորել այն հանգամանքով, որ եկեղեցին ներքաշվել է քաղաքական process-ների մեջ եւ իշխանությունից պատասխան է ստանում ու հիշեցնում են նաեւ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը։ Կխնդրեմ նշեք, որքանով են այս պնդումները համապատասխանում իրականությանը եւ եթե իսկապես շարժառիթը սա էր, ապա ինչու է այս ամենը մեկնարկեց միայն այս տարվա մայիսին, այլ ոչ թե նախորդ տարի նույն Սրբազանի գլխավորած շարժման օրերին։ Տեսեք, եկեղեցու վրա բիրտ հարձակումը սկսվեց նրանից հետո, երբ որ վեհապար հայրապետը Շվեյցարիայում բարձրացրեց եւ տակ էր պահում արցախցիների վերադարձի իրավունքի հարցը եւ ընդհանրապես արցախցիների իրավունքների հարցը։ Ակնհայտ է, ինձ համար ակնհայտ է, որ մի քանի նպատակով է այդ ամեն ինչ արվել, նպատակներից մեկը բավարարել իր աշխարհագրական տերերի ամբիցիաները եւ այդ ցավոք սրտի այդ աշխարհագրական տերերը այս պահի իրենց բոլոր որոշումները կայացնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով։ Ակնհայտ է նաեւ, որ Ադրբեջանի հոգեվոր առաջնորդը մինչ մեր եկեղեցու վրա Նիկոլի հարձակումը ինքն էր հարձակվել մեր եկեղեցու վրա։ Այսինքն ակնհայտ է, իրար որ համադրում ես այդ բոլոր իրողությունները, հասկանում ես, որ իրականության մեջ Նիկոլի եկեղեցու վրա հարձակվելով նախ կատարում է թուրք-ադրբեջանական պահանջը, երկրորդը փորձում է իրենց ապահովել, որ նա տիրապետում է իրավիճակին եւ իզորու է անել ցանկացած բան, որ իրենք ուզեն, որովհետեւ իրեն օգնեն սպասվող ընտրություններում։ Երրորդը ներսում եկեղեցու վրա հարձակումով նա շեղում է հանրությունը խայտառակ կոռուպցիոն սկանդալներից։ Տեսեք, իհարկե ինքը որոշ չափով ձայներ կորցնելու է սպասվող ընտրություններում եկեղեցու վրա հարձակվելու հետևանքով միանշանակ է, բայց երևի թե ինչ որ հաշվարկ է արել, որ ավելի լավ է ժողովուրդը եկեղեցու մասին խոսա կամ իր կոռուպցիայի մասին, որովհետև այո, այս իշխանությունը ուղղակի սարսափելի ձևով թաթախվել է կոռուպցիոն բաների մեջ, այսինքն միայն անիֆի օրինակը բավական է եւ իհոք շատ կարեւոր է, որ մեր ֆրակցիայի պատգամավորները բազմիցս օգտագործում են բոլոր հնարավոր տարբերակներ այդ կոռուպցիոն սխեմաները բացահայտելու համար։ Հիմա դրա համար եկեղեցու վրա հարձակումը մի քանի բան է իր համար լուծում, բայց կարևորագույնը իհարկե ծառայելն է իրեն իշխանության բերեց եւ ցայսօր իշխանության պահողներին եւ դա է ամենազավեշտալին, որ մեր հասարակությունը կարծես թե ամբողջությամբ չի գիտակցում, որ վիլայետ դառնալու ճանապարհը հենց այսպես է լինում։ Երբ որ դու չես հասկանում, թե ինչ է կատարվում, երբ որ թվացial թվեր են քեզ անդադ բերում, որ տես ինչ լավ ես դու ապրում, բայց բացում ես առնարանի դուռ ու չես զգում այդ լավ ապրելը, բայց քիչ-քիչ քո իշխանությունը ամբողջությամբ պարկեցնում է ամբողջ երկիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի տակ։ Մյուս կողմից մենք տեսանք, որ Շիրակի թեմի հոգևորականները բավականին վեհանձ ընկեցվածք դրսևորեցին եւ հրաժարվեցին Փաշինյանի համար պատարակ մատուցել եւ ամենակարևորը զեղչել վեհապարի ու Միքայել Սրբազանի անունները, ինչը մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն էր։ Ըստ ձեզ ինչ հետևություններ նա պետք է անի այս ամենից եւ ինչ եք կարծում, ինչու մյուս դեպքերում եւս հոգևորականները նման կեցվածք չեն դրսևորում, ավելին միանում են Փաշինյանին ու վեհապարի հրաժարականը պահանջում։ Տեսեք, անկախ ամեն ինչից երևի ոչ այդքան պոպուլար բան կասեմ, բայց եկեղեցու ծառայողները եւս մարդ են։ Կան թույլ մարդիկ, կան ուժեղ մարդիկ, կան մարդիկ, որոնք վախում են հնարավոր կամ անհնար կոմպրոմատներից, կան մարդիկ, որոնք թքած ունեն այդ ամեն ինչի վրա։ Այն մարդիկ, որոնք արդար են իրենց հանդեպ եւ հանգիստ են իրենց մասով, իրանք իհարկե վեհապար հայրապետի կողքին են կանգնած մնալու միջև վերջ։ Այն մարդիկ, որոնք ունեն ներքին վախեր, այն մարդիկ, որոնք անպայման չէ, որ վրան կոմպրոմատ լինեն, նույնիսկ վախը, որ կարող է գլխից մի բան սարքեն, այդ մարդուն ստիպում է գնալ քայլերի, որոնց համար ինքը միանշանակ զղջում է հենց այսօր, բայց ապագայում շատ ավելի դաժան պատժի է ենթարկվելու հենց Աստծո կողմից։ Օրինակ Արցախի թեմի առաջնորդի պահվածքը անհասկանալի է, անընդունելի է, ամեն ձև, գիտեք, գնալ հանդիպել մի մարդու, ով օր ու գիշեր զառանցանքի պես կրկնում է, որ Արցախի հարցը փակ է, ինձ համար սա անընդունելի է։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի համար սա մեծ ձեռքբերում էր, որը նա ծախելու է Ադրբեջանի վրա, որ ասի տեսեք Արցախի թեմի հարցը լուծել եմ։ Չնայած թեմի այլ մասնակիցները կարծես թե չեն կիսում իր կարծիքը եւ դատապարտել են։ Բայց այս առումով մենք անընդհատ պետք է ուշադրություն դարձնենք նրա վրա, որ նարատիվները, որոնք Նիկոլը բրդում է հասարակության մեջ,
ինքը դառնում է կայուն եւ միշտ նախապատրաստում է իր հաջորդ քայլերը։ Օրինակի համար 3 ինքը Գերմանիայում խոսում էր արցախցիների վերադարձի իրավունքի մասին, մեղադրելով Հայաստանում թե ընդդիմությանը, թե այն մարդկանց, որոնք այդ հարցը բարձր են պահում, մեղադրելով, որ այդ մարդիկ խաղաղությանը դեմ են։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ինչ որ պահի, հիմա դա կլինի ընտրություններից առաջ, թե անմիջապես ընտրություններից հետո եւ Աստված մի առաստի եթե սրանք վերարտադրվեն, օրենք են ընդունել, որ Արցախ անունը ընդհանրապես չի գալի տալ։ Եվ մարդը, որ Արցախ անուն ասի, ինքը բանա, խոչընդոտում է խաղաղությանը, ինքը ռումբա դնում խաղաղության տակ, բայց ոչ մեկ չի խորանում նրա մեջ, իսկ ուր է խաղաղությունը եւ ինչով է այդ խաղաղությունը պայմանավորված։ Օրինակ երազխում, երբ որ Ամերիկայի դրոշ էին տնկում եւ երկաթի գործարան էին բացում, հա, ու արդեն անդադ թմքարում էին, հեսա բացում ենք։ Հերիք էր Ադրբեջանը մի քանի անգամ կրակեր, այդ թվում հենց այդ դրոշի վրա, դրոշը սուս-պուս վերցրեցին, գնացին ուրիշ տեղ տնկեցին։ Հիմա դա է խաղաղությունը։ Սա դուք 23 թվական իրադարձություններ եք հիշատակում, վերջերս իրենք հիշեցնում են, որ Ադրբեջանը վերացրեց Հայաստան բեռնափոխադրումների արգելքը, ղազախական 4-րդ կարգի օրենք ստացան։ Տեսեք, սա էլ է, հա, խափանք։ Ներողություն, հայտնի դարձավ, որ նավթի ու նավթամթերքի ներմուծման շուրջ են բանակցում արդեն։ Սա մի այլ խափանք է, բայց նաև շատ խորը մտածված քայլ է։ Տեսեք, նախ եւ առաջ Ադրբեջանը չի բացել սահմանները, սա մեկ։ Ինքը թույլ է տալի, որ իր տարածքով Վրաստանով Հայաստան մտնի, Հայաստանի համար ինչ որ բեռներ։ Տեսեք, կրկին թվում է, թե ժողովրդի մեջ փորձում են տարածել, որ տեսեք սահմանները բացել են, ինչ որ մարդկանց մի մաս միգուցե դա ընդունում է եւ ասում է, վայ ինչ լավ է, բայց իրականության այն է, որ ոչ մի սահման չի բացվել, սա մեկ։ Երկրորդը հավաքական արևմուտք ասեմ, չնայած այսօր հավաքական արևմուտք է որպես այդպեսին չկա, ավելի շատ եվրոպական երկրներ, իսկ ավելի շատ Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը ինչ են անում, իրանք փորձում են Հայաստանի հասարակությանը պատրաստ են նրան, որ եթե ռուսական գազը չգա, ադրբեջանականը կգա, դուք խնդրեմ չունեք։ Եթե լույս չունենաք, խնդրեմ չունեք, Ադրբեջանը, Թուրքիան կտան, հոգեբանորեն են պատրաստում, ասում են, որ եթե Ռուսաստանից նավթամթերք չգա, մի անհանգստացեք, ձեր բենզինը Ադրբեջանից կգա, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեր երկիրը որոշ դեպքերում դանդաղ, որոշ դեպքերում շատ արագ պատրաստում են հակառուսական լրջագույն ալիքի։ Հիմա դա կլինի մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո, բայց լինելու է միանշանակ, եթե Նիկոլը մնա։ Հասկանաս դրա համար է, որ ժողովրդին կերակրում են ստով, որովհետև բոլորս հասկանում ենք, չէ՞, Ադրբեջանից եկած գազը միանշանակ ավելի թանկ է լինելու, քան Ռուսաստանից եկողը։ Ադրբեջանից ներկրած նավթամթերքը միանշանակ ավելի թանկ է լինելու։ Անկամ եթե մատչելի լինի, հիշում եք Արցախում ինչ էր կատարվում, երբ գազատարն ու հոսանքի լարերը հայտնվել էին Ադրբեջանի իսկ ինչ էր Ադրբեջանին խանգարում, հենց հիմա օրինակի համար Տավուշում կամ չգիտեմ Սյունիքում ինչ որ ճանապարհ բացել, այդ ճանապարհով ներկրել ուղիղ Հայաստան, բայց չէ իրանք դա անում են Վրաստանով։ Ուշադրություն դարձրեք, որ նաև դելիմիտացիա դեմարկացիայի process-ը արդեն ինչքան ժամանակ է կանգնած է։ Տավուշից հետո։ Այո, եւ ես հասկանում եմ ինչ է կանգնած, որովհետեւ կրկին Հայաստանի դեմը դրված է խնդիր տարածքներ հանձնելու։ Հիմա Նիկոլը ոնց կարա դա ձգում, հա, որ դա անի ընտրություններից հետո։ Այսինքն մեր ժողովուրդը դրա մասին պետք է մտածի։ Լավ, եթե ամեն ինչ այդքան լավ է, բախի այսքան վատ է, հայտնի ստորագրում է թուղթ կոչված։ Ադրբեջանին ձեռք չի տալի ոչ մի թուղթ ստորագրել, որտեվ իդեմս Նիկոլը իրեն գտել են պարտված ղեկավարի, որը ղեկավարի պաշտոնին մնալու եւ շարունակելու գրփել փողերու համար ամեն ինչի պատրաստ է։ Այդ թվում օպերայի շենքն էլ է պատրաստ նվիրաբերել։ Ակնհայտ է, չէ, Ադրբեջանի նկարտումը օրինակի համար սևանալի չի նկատվում։ Հիմա պետք է ավելի խորը մոտենալ այդ հարցին։ Ադրբեջանում լրջագույն ջրի խնդիր կա։ Իրանց համար Սևանը, որ սա ներքին լսարանին է ուղղված։ Իրանց համար Սևանը կենսական նշանակություն ունի։ Եվ ես կասկած չունեմ, եթե Նիկոլը մնա իշխանության, Ադրբեջանին ստանալու են մուտք դեպի Սևան։ Միանշանակ ստանալու են։ Ադրբեջանի Սյունիքից էլ են մասեր ստանալու։ Իրանք անընդհատ կոնստանտ բարձրացնում են այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի ինչ-որ անիմաստ թեզը եւ անընդհատ բրթում են առաջ 300,000 ադրբեջանցու վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Արդեն կես միլիոն է դարձել։ Ահա, մինչեւ Նիկոլը ընտրվի կամ չընտրվի, կդառնա 1 միլիոն։ Եվ ինչ է հակադրում Հայաստանը դրան, հիմա արի մի օրինակ բերենք, լավ, դիցուկ Նիկոլը լավ տղա է, լավ հայ է։ Իր քաղաքական մտքում ինքը համարում է, որ Արցախը թոք էր, խանգարում էր Հայաստանի անկախությանը, լավ դիցուկ ամեն ինչ հետ համաձայնում ենք։ Հիմա եթե ինքը
իրոք մտածում է Հայաստանի մասին, ապա ինքը ինչ կարող էր անել։ Ինքը կարող էր օգտագործել արցախցիների վերադարձի հարցը, բալանսավորելու Ադրբեջանի բոլոր նեգատիվ բաները, բայց ինքը դա չի անում։ Ոչ մեկի մոտ հարց չի ծագում, լավ, երբ որ նստում է սեղաններին բանակցությունները, դու ինչ որ անգլերեն ասած competitive advantage պիտի ունենաս, հա, ինչ որ առավելություններ։ Լավ, երբ որ Նիկոլը այսօր նստում է բանակցային սեղան, իր առավելությունը ո՞րն է։ Ես չեմ տենում որևէ առավելություն։ Դու ունես գերիներ Ադրբեջանում, երբ որ դու գնում էիր Ամերիկայում օգոստոսին ստորագրում էր այդ հայտնի փաստաթուղթը։ Լավ, միթե դու չէիր կարող բանակցել, որ գոն այդ թուղթը ստորագրելուց առաջ ազատ արձակվեին գերիները։ Նա դա էլ չի անում։ Ցանկություն չի ունեցել, թե Ալ-Շաժարի թե։ Տեսեք, ոչ թե ցանկություն չի ունեցել կամ ունեցել, անում է այն, ինչ թելադրում են Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք ամենավատին, որովհետեւ թե Ադրբեջանը, թե Թուրքիան իրենց ցանկություններում երբեք չեն ստել։ Սա էլ է, հա, ես միշտ ասում, նույնպես եմ ասում, Հայաստանը լոտոյով թշնամի է շահել, թշնամի, որը իր պլանների մասին բացահայտ է խոսում։ Եվ ակնհայտ է, որ Հայաստանը այս տարածաշրջանում ուզում են դարձնել երկրորդ Ուկրաինա Ռուսաստանի համար։ Սա ակնհայտ է իմ համար։ Ուղղակի ակնհայտ է։ Եվ ինչքան էլ Նիկոլը Գերմանիայից թռնի Մոսկվա, դա չի նշանակում, որ ինչ որ բան փոխվելու է։ Ոչ, Նիկոլը հետս հետ է քայլերը անում է։ Մենք արդեն շուրջ 2 տարի է հապկի ոչ մի բանի չենք մասնակցում։ Անդադ ասում ենք անդամ ենք, բայց սառեցրած ենք, բայց իրականության մեջ Հայաստանը այլևս հապկի անդամ չի։ Ինչքան է թղթի վրա դա գրված է։ Հասկանում ես, հիմա ԵԱՏՄ անդամ ենք, բայց ինչի համար են Ադրբեջանով, չգիտեմ, ցոր են բերում, նավթ բերում, բան, որ հետո ասեն դե էդի ԵԱՏՄ-ից դուրս կգանք, ընդեղով կբերենք։ Եվրոմիության անդամակցության մասին են խոսում։ Օրենքն ընդունել անդամ։ Այո, Եվրոմիության անդամակցելու հերթում, եթե չեմ սխալվում, 9 երկիր կա, որոնցից ամենահինը Թուրքիան է։ 1987 թվականից, եթե չեմ սխալվում, Թուրքիան հերթում սպասում է դառնա Եվրոմիության անդամ։ Պաշտոնապես համարվում է կանդիդատ, հա, 99 թվականից էլ տեխնացու է։ Հա, հիմա տես, իսկ ով է էլի պատկերացնում, որ այդ 9 երկիրը, որը որոշ դեպքերում 20 տարուց ավել սպասում է, ասած սաղին մի կողմ են բրթելու, այերին ասեն եկեք, էստի համեցեք, դուք ստեղ եք։ Օրինակի համար Վրաստանը, որը Եվրոպայի ձեռից գնում է բառից բուն իմաստով, կարող է Եվրոպան, չէ, քայլ աներ։ Այդ անդամակցությունը շատ ավելի արագացնել, որպեսզի Վրաստանին պահեր, չի արել։ Դե գուցե մտածում են Վրաստանը ժողովրդավարական չէ, մենք էլ ժողովրդավարության բարձուն են հաշվարկել։ Ժողովրդավարությունը ընդհանրապես շատ հետաքրքիր նաև բան է տեղ ունեցել։ Մոտ մի քանի շաբաթ առաջ Ամերիկայում լույս տեսավ իրենց ազգային անվտանգության ռազմավարությունը նոր, շատ կարճ, եթե չեմ մոտ 30 էջանոց նյութ է, որ ուղղակի ինչ շոկի մատեց երբ որ ես կարդում էի։ Ամերիկան ամբողջությամբ ձևափոխում է իր մտածողությունը, այլևս Ռուսաստանը եւ Չինաստանը չեն համարվում թշնամի պետություններ, հակառակը Եվրոպան այդ ռազմավարության մեջ ներկայացված է որպես, այսպես ասենք, փտող Եվրոպա, դեմոկրատական հիմունքներից զուրկ Եվրոպա եւ նաեւ այդ ռազմավարությունը զգուշացում է Եվրոպային, որ եթե այսպես շարունակեք, ապա դուք կազմաքանդվելու եք։ Հիմա Հայաստանը գնում այդ դեպի այդ կազմաքանդվող Եվրոպա, որտեղ են Եվրոպայում դեմոկրատիան, կամ որտեղ են այդ չափանիշները, մենք տեսանք, թե ինչ տեղ ունեցավ օրինակի համար Մոլդովայի ընտրություններում։ Եվրոպան ամենտեղ խառնվում է, ամենտեղ փորձում է վիճակը խառը պահել, չգիտակցելով, որ իրականության մեջ եվրոպական երկրների մեծ մասում Զելենսկին ու Նիկոլներն են ղեկավարում։ Հիմա մարդիկ զարմանում են, թե ինչ է Եվրոպան ուզում ռուս-ուկրաինական պատերազմը շարունակի, պատասխանը շատ պարզ է, որտեղ ընդեղել են Նիկոլներն նստած եւ հասկանում են, որ այդ պատերազմի ավարտը կարող է իրենց իշխանության ավարտը լինի, որտեղ իրենց երկրներում հիմա իրանք փորձում են իշխանությունը պահել հենց այդ ռուս-ուկրաինական պատերազմով։ Եվ սա է այսօրվա վիճակը։ Դուք ընտրությունների միջամտությունից խոսեցիք, ինչ եք կարծում հաջորդ տարի Հայաստանում սպասվող ընտրություններին Փաշինյանի իշխանությունը պահպանելու նպատակով մենք կարող ենք ականատես լինել, որ նույն միջամտությունը այստեղ կլինի։ Միանշանակ այդ միջամտությունը արդեն կա Եվրոպական միությունը մի քանի օր առաջ չէ, թե չեմ սխալվում հայտարարեցին, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային հարձակման ներքո եւ Եվրոպական միությունը ես իմ քանի միլիոն եվրո է տրամադրում, որ Հայաստանը կարողանա դրան դիմակայի, ուղղակի հարց հացակում է, այսինքն տալիս են փող, որ սա եվրոպականը տարածեն։ Ես չեմ տեսնում Հայաստանում հիբրիդային հարձակում բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հարձակմանը,
հայ ժողովրդի, հայ առաքելական եկեղեցու եւ արցախցիների վրա։ Հիմա եվրոպացիք պարզ է ամեն ինչ պետք է անեն, որպեսզի պահեն Նիկոլին իշխանության, որ այնուհետև Հայաստանը դառնա երկրորդ Ուկրաինա։ Ադրբեջանը եւ Թուրքիան խաղալու են թե Եվրոպայի հետ, թե ԱՄՆ-ի հետ, թե Ռուսաստանի հետ։ Ընդ որում շատ հետաքրքիր է, ադրբեջանցիք հիմա էլ Տրամպի ուղի ասվածի մեջ դեմ չեն, որ եվրոպացիները մասնակից դառնան։ Ես պնդում եմ, որ ադրբեջանցիք ստեղծում են մյուս հարձակման նախապայմանները։ Իրանք ուզում են եվրոպացիքեր մտնեն այս ամբողջ process-ի մեջ։ Հետո ասեն դե տենում ես հայերը չեն տալի այն ինչի տակ ստորագրել են։ Պայմանավորվել մենք երրորդ ուժեր չպետք է լինեն։ Հիմա տեսեք հայ իշքան Նիկոլը հայտարարի, որ մենք միջանց չենք տվել։ Ես միշտ པարզ հարց եմ տալի, ես իրավաբան չեմ, բայց երբ որ կարդում եմ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, թե օգոստոսի 8-ի փաստաթուղթը, կա երկու տարբեր կետ։ Մի կետով գրում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ապաշրջափակում են բոլոր ճանապարհները։ Okay, շատ լավ է, հիանալի է, ողջունում եմ, բայց հետո կա առանձին կետ։ Հայաստանը տրամադրում է անխոչնդոտ ճանապարհ Ադրբեջանից Նախիջևան։ Այդտեղ իմ բանականությունը լռվում է։ Ասում լավ, եթե ապաշրջափակում եք բոլոր ճանապարհները, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի ցանկացած քաղաքացին կարող է Հայաստանի միջով գնալ Նախիջևան։ Ակնհայտ է, չէ՞։ Ինչու անխոչնդոտ։ Ինչու եք առանձին կետով նշում դա։ Հիմա Ադրբեջանը դա դիտարկում է որպես դիվանագիտական հաղթանակ եւ ասում է Հայաստանը տալիս է միջանցք։ Հայաստանը ասում է, չէ, ես մեր սուվերեն տարածքն է, մենք միջանց չենք տալի։ Ով է այս կռվում ճիշտը, ինձ թվում է ցավոք սրտի Ալիևը, որտեվ եթե այլ կերպ լիներ, ապա այդ կետը առանձին չէր լինի։ Հիմա Ալիևը ինչ անում, ինքը ունի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ձեռը եւ օգոստոսի 8-ի։ Երկու դեպքում էլ այդ առանձին կետը կա։ Ռուսաստանի հետ ինքը կարող է անդադ բանակցել, ասել ռուս ինչ ես անում, գնա Նիկոլին համոզի, թող այդ նոյեմբերի 9-ի բանը դա մեկ։ Երկրորդը կարա թռնի Ամերիկա ու հիմա նաև Եվրոպային էլ ուզում ներքաշի դրա մեջ, ասա ախպեր մեզնից չեք ուզում Նիկոլին ասեք թող տա։ Եվ երբ որ արդեն այստեղին հասնի Նիկոլը, ուղղակի ռազմական ճանապարհով վերցնի եւ որևէ մեկը չխառնվի դրա մեջ։ Եվ չեն խառնվի, եթե այսպես շարունակվի։ Տեսեք, իրանք իրար հետ վիժեցնում են նոյեմբերի 9-ը, որտեղ նոյեմբերի 9 իրականության մեջ մեծագույն ցավով եմ դա ասում, Արցախի հիմնախնդրի հիշատակումով միակ պաշտոնական թուղթն է մնացել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի լուծանումից հետո Հայաստանի Հանրապետության ապագա կառավարության ձեռքում մնացել է մեկ թուղթ, նոյեմբերի 9-ի թուղթը, որով հույսեր կան բանակցելու արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Տեսնում եք այդ ճանապարհը։ Ես այլ ճանապարհ ուղղակի չեմ տեսնում։ Տեսեք, չի կարող երկիրը զիջի ամեն ինչում։ Ես չեմ ասում, որ այդ բանակցությունները 3 ամիս անց բերելու են նրան, որ արցախցիները վերադառնալու են Արցախ, բայց մենք որպես այս դարի սերունդ իրավունք չունենք ուղղակի մոռացության տալ հարցը, որովհետև սերունդներ անց կամ հարյուրամյակներ անց հարց են բարձրացնելու, հա, մեր հանդեպ, այսօր ապրող հայերիս հանդեպ, որից ինչ է կարել։ Լավ հասկացանք պատերազմ կրվել եք, լավ հասկացանք Նիկոլը դավաճանել է, հասկացանք ԿՊ-ն դավաճանների հավաքածու է, բայց ինչի չեք փորձել հետո պայքարել արցախցիների վրա, ինչու հարցը տակ չեք փայլ։ Ընդ որում ասեմ, դες որ այդ հարցը ես չեմ կարծում, որ որևէ տեսակի լարում է մտցնելու Հայաստան-Ադրբեջան հնարավոր հարաբերությունների լավարկման մեջ։ Ցեղասպանության ճանաչման խնդիրը միշտ եղել է, այդ խնդիրը չի խանգարել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, որովհետև Թուրքիան ոչ թե դա էր որպես նախապայման անդադ բրդում, այլ Արցախի հարցի լուծումը։ Մի քանի շրջան զիջեք, բացենք սահմանը։ Այո։ Հիմա դրա համար մենք որպես ժողովուրդ պետք է հասկանանք, որ երբ որ ընդդիմադիրները ռեալ ճիշտ ընդդիմադիրները խոսում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, իրենք ոչ թե խոսում են նոր պատերազմի մասին, այլ հակառակը իրենք առաջ են տանում արժանապատիվ խաղաղության օրակարգը, որովհետև տեսեք Նիկոլին այդ խաղաղության դրոշակը վերցրեց, ամեն տեղով ֆռում է, Տրամպի թուղթը մի ձեռում են, քարտեզը մի ձեռում է, բայց որ պետք է հասկանա, որ ի վերջո այդ խաղաղությունը խաղաղություն չէ, դա ուղղակի զիջելու նույն բանա շատ նույն պարվեստ է։ Ամեն տարի, եթե մենք նայենք, Նիկոլին ինչ-որ բան զիջում է։ Այս տարին բացառություն է ինչո՞, որովհետև ինքը մյուս տարի սպասող ընտրությունների տարի է, աչքից Նիկոլը գնաց է, խնդրել աղաչել, ասել է գոնե այս տարի, հա, տվեք շնչեմ, մյուս տարի օգնեք կրեմ, հետո ինչ ուզում եք կտամ, որովհետև կրկնում եմ, որտեղ դելիմիտացիա են արել, տարածք ենք տվել։
Կա փաստ, չէ, կոնկրետ։ Արել եք Տավուշի մարզում դելիմիտացիա, տարածք եք տվել։ Իմ համար ակնհայտ է, որ եթե լիներ որևէ տեղ, որտեղ չէիք տալու, գոնե տեղ կանեք, բայց Ադրբեջանը չի անում։ Ադրբեջանը այս կասկած չունեմ, մյուսը կամ Տավուշում է շարունակելու, կամ Սյունիքում եւ կրկին տարածքները վերցնելու։ Հիմա Նիկոլի համար դա շատ վտանգավոր է։ Ադրբեջանի եւ Թուրքիային ձեռ չի տալի, որ Նիկոլի դիրքերը շատ ավելի թուլանա կամ այսօր կա։ Դրա համար ոնց որ շնչելու ժամանակ են տվել, բայց դրա հետ մեկտեղ շարունակում են խոսակցական իրենց, տարբեր ելույթներում անընդհատ հիշեցնել թե արևմտյան Ադրբեջանի թեզը, թե ադրբեջանցիների վերադարձի թեզը, թե Սևանի գոյչա լինելու հարցը, թե Միջանցքի հարցը, այսինքն ադրբեջանցիք ուղղակի գետնի վրա առաջ չեն գնում, բայց իրանց խոսակցության մեջ իրանք դիվանագիտական առումով կիլոմետրերով առաջ են Հայաստանից գնում։ Իրանք նախապատրաստվում են 2026-ի հետընտրական շրջանին իրենց պատկերացման պետքա Նիկոլը հաղթի եւ իրանք դրան են պատրաստվում։ Դրա համար այսօր այդ բոլոր ելույթները ունենում են, դրա համար դիվանագիտական տարբեր ճամբարներով աշխատում են, հող են նախապատրաստում ապագա կամ ինքնական Հայաստանի տարածքների հանձնման կամ ռազմական ճանապարհով վերցնելու վրա։ Այդ դա են իրենք անում։ Եվ հենց այս համատեքստում, պարոն Վարդանյան, ինչ պետք է անի ընդդիմությունը, առնվազն ընդդիմության այն հատվածը, որը Նիկոլ Փաշինյանին իսկապես հեռացնելու օրակարգ է իր առաջ դրել, վերջինիս վերարտադրությունը թույլ չտալու նպատակով, ով կարող է լինել այն գործիչը, ով կարող է ընդդիմադիր ուժերին համախմբել, հատկապես այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որևէ ուժ այս պահի դրությամբ միայնակ դա անել չի կարող։ Տեսեք, ես համախմբմանը ընդդիմության այդքան է կողմնակից չեմ, որովհետև մենք գիտենք, որ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք իրենց քաղաքական հայացքներով ամբողջությամբ տարբեր մոտեցումներ ունեն։ Մի այլ հարց է, որ ընդդիմության մեջ պետք է համախմբումներ տեղի ունենան տարբեր խմբերի եւ իհարկե այդ ներընդդիմադիր պայքարը պետք է ավարտի գա։ Վերջերս մի քանի օր առաջ Արման Թաթյանը մի զավեշտալի հայտարարություն արեց, որ եթե ուզում եք, որ Նիկոլը հեռանա, պետք է նախկին նախագահները ընդհանրապես դուրս գան քաղաքականությունից։ Ես բանը առաջ անգամ լսեցի, չհավատացի, հետվեցի, նորից լսեցի, բայց հետո երբ որ երեք տեսա, որ ինքը ուզում է Սև լիճը Տրամպի ինչ որ արգելոց հայտարարի, սա իր տեղ եկավ։ Մարդ ուղղակի ցնդել է երևի, որտեվ նման ցնդաբանություն չի կարելի ընդհանրապես անել։ Այսինքն դու ինչ ես ուզում ասես, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, դուք դուրս եկեք, հենց դուք դուրս գաք, ձեզ ընտրողը գալու է ինձ ընտրի, որը քաղաքագիտական նոնսենս է, չկա նման բան։ Որտեվ մենք շատ լավ հասկանում ենք, որ թե նախագահ Քոչարյանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը, թե նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ում հանդեպ վերաբերմունքը ես միշտ բացահայտ ասել եմ, որ շատ վատն է, բայց իրենք ունեն ստաբիլ էլեկտորատ։ Մեկի մոտ շատ, մեկի մոտ ավելի քիչ, մյուսի մոտ շատ քիչ, բայց ստաբիլ է։ Եվ այդ նախագահների էլեկտորատը երբեք որևէ դրվագով չգնալու է Արման Թաթոյանին ձայն չի տալու։ Ասում եմ, սա փաստ է։ Հիմա Արման Թաթոյանը փոխանակ հարցակում գործի նախին նախագահների վրա, ավելավա կենտրոնանա իր աշխատանքի վրա եւ փորձի ստեղծել էլեկտորատ։ Այլ դեպքում ինքը դիտարկվելու է որպես Նիկոլի դերացո եւ Նիկոլի իշխանությունը վերարտադրելու համար ի հայտ եկած մարդ։ Ես այլ գնահատական չեմ կարող տալ իրեն։ Եվ սա շատ կարևոր է ընտրությունների 1-2 ամիս մնացած բոլոր կուսակցությունները, որոնք հայտ կներկայացնեն ընտրություններին մասնակցելու, պետք է ռեալ գնահատեն իրենց շանսերը։ Ես անձնապես բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք չեն հաղթահարելու անցողի շեմը, անվանելու եմ նիկոլական ուժեր, որովհետև իրենք փոշիացնելու են ձայներ եւ դրանով օգնելու են Նիկոլին վերարտադրվել։ Մինչդեռ տես սոցիոլոգիան շատ հստակ գիտություն է եւ ընտրություններից 2 ամիս առաջ ցանկացած կուսակցություն կարող է անել սոցիոլոգիական հարցում եւ հասկանալ, որ ինքը չի ձգում։ Դա ինչ է նշանակում, որ ինքը կամ պետք է համախմբվի մեկ այլ խոշոր միավորի մեջ, կամ դուրս գա ընտրապայքարից եւ հայտարարի, որ ժողովուրդ, ես չեմ մասնակցում, որպեսզի ձայները չփոշիանան, խորհուրդ եմ տալիս ձեզ քվեարկել այս կամ այն գործչին կամ այս կամ այն կուսակցությանը։ Հիմա այս դաշտում մենք ունենք երկու ակնհայտ լիդեր, դա միանշանակ Հայաստան Դաշինքների դեմս նախագահ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի նոր ստեղծող ուժը։ Հիմա ինչքան է մարդիկ փորձեն դրա հետ վիճեն, սա էլ կրկին սոցիոլոգիա է, պետք չի վիճել։
երկու լիդեր ունենք, ես չգիտեմ ով ումից ավելի շատ ցան կհավաքի, որովհետև կոպիտ ասած նախընտրական process-ը դեռ չի սկսվել եւ գաղտնիք չէ որ հենց նախընտրական process-ում երբ որ կրկերը մեծանում են, այդ ժամանակ է ռեալ արդեն པարզ դառնում ով ինչքան ձայն կարող է հավաքել։ Բայց նաեւ պետք չի մոռանալ որ կան այլ կուսակցություններ, հիմա օրինակի համար Հանրապետական կուսակցությունը կամ Արթուր Վանեսյանի ստեղծած կուսակցությունը, հիմա այդ բոլորը միասին պետք է կարողանան 50+ ձայն հավաքել։ Երկու լիդերը կան, երկու լիդերը միանշանակ աշխատելու են, միանշանակ մասնակցելու են ընտրությունների, եթե իհարկե Նիկոլը Չարքելափակի Սամվել Կարապետյանի ուժին, այո, որ էլի հնարավոր սցենար է, բայց բոլորիս ուշք ու միտքը այսօր պետքա լինի հետևյալը, մենք պետքա փորձենք հասարակության հետ նախ խոսենք իրենց լեզվով, շատ բարդ խոսալ չի կարելի։ Պետք է օրինակի համար ուշադրություն դարձնենք, որ Ամերիկայում տենց ֆենոմեն կար, երբ որ Բուշ կրծերը հաղթեց ընտրություններում, բոլորը ասում են, որ նա հաղթեց նրա պատճառով, որ ժողովրդի հետ խոսած ժողովրդի լեզվով։ Ընդ որում Տրամպը նույնն արեց։ Ինքը ժողովրդի հետ խոսած ժողովրդի լեզվով։ Որոշ դեպքերում այդ լեզուն անընդունելի էր, բայց ինքը կարողացավ ժողովրդի քվեն ստանալ։ Հայաստանում էլ քաղաքական գործիչները պետք է իջնեն գետնի վրա եւ ժողովրդի հետ խոսան ժողովրդի լեզվով, բացատրեն ինչ է կատարվում, բացատրեն ինչ է իրական խաղաղությունը, որը Նիկոլը բերում է, բացատրեն, որ մեր այլընտրանքը ոչ թե պատերազմ է, այլ իրական եւ արժանապատիվ խաղաղություն է, բացատրել, որ այն թվերը, որ ձեզ այսօր նկարում են, որ դուք ավելի լավ եք ապրում, դուք շատ լավ հասկանում եք, որ սուտ են, ուղղակի մեր ժողովրդին Նիկոլը սովորացրել է, մարդիկ իրան ստանացած ասում են, դե երևի ես եմ մեղավոր, որ ես վատ եմ ապրում։ Աղքատությունը ձեր ուղեղներում։ Հա, ասում ես ինքը իրոք աղքատությունը բերեց մարդկանց ուղեղների մեջ, ինչը կրկին շատ ցավալի է, որտեղ այս ժողովուրդը աշխատող ժողովուրդ է։ Իսկ Նիկոլը լրիվ հակառակն է, իր բախտը բերել է, բառից բուն իմաստով բախտը բերել է ռուս-ուկրաինական պատերազմով, որ հենց այդ պատերազմը դառը Հայաստանի տնտեսության մինչ այսօր շնչելու բանը, գրավականը, եւ իհարկե շինարարության ոլորտը։ Բայց երկուսն էլ կատաստրոֆիկ վիճակում են լինելու Նիկոլա, որովհետև շինարարությունը մենք արդեն տեսնում ենք, կտրուկ նվազել է տեմպը, կտրուկ եւ ինձ թվում է ձգտում է 0-ի, ռուս-ուկրաինական պատերազմը կարծում եմ հնարավորություն կա, որ մոտակա ամիսների ընթացքում կարող է ավարտվել։ Հենց ավարտեց Հայաստանում տնտեսական լրջագույն ճգնաժամը առնելու։ Եվ մեր ժողովուրդը դա պետք է հասկանա։ Նիկոլը մեծ տարեկան մոտ $1 միլիարդ պարտքի տակ է գցում։ Այդ դրա մասին ժողովուրդը մտածի, որ այդ գումարը օթուն գումար չի։ Ժողովուրդ ջան, դա ձեր վրա կուտակված պարտ կա։ Եվ մի օր դուք կարող ա արթնանաք ու պարզի, որ $1 արժի 45,000 դրամ։ Այդ ժամանակ արդեն ուշ է լինելու։ Որտեվ ռուսերեն դալգավայա յամը, չգիտեմ հայերեն ոնց է։ Հիմա մեր երկիրը այդպես մտցնում են բանի մեջ։ Ընդ որում ձեզ ասեմ, դա էլ արևմտյան սցենարներից մեկն է։ Դա էլ հա ժողովուրդը երկիրը մտցնել պարտքի տակ, որ հետո կարողանաս կառավարել այդ երկիրը։ Ինչպես օրինակ Ռուսաստանը շատ հմուտ օգտագործում էր գազը։ Գազն էլ չէ, բոլորը հասկանում են, որ գազը առաջի հերթին ոչ թե բիզնես է, այլ քաղաքականություն։ Եվ այն երկրները, որոնք գազ են տալի, իրանք նաև աշխարհում թելադրող են։ Ու այս աշխարհը այսօր բաժանվում է Ամերիկայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի միջև։ Այդ բաժանման մեջ բոլորը փորձում են իրանց ինչ որ կտորները վերցնել։ Հայաստանը փոխանակ փորձի ինչ որ բան վերցնել, հակառակը տալիս է, կոնստանտ տալիս է։ Ընդ որում պատրաստ է ամեն ինչը տալ։ Եվ բոլորին տալ։ Բոլորին տալ, դա ամենավատն է, գիտես։ Օրինակ Նիկոլը եթե վեր կանա վաղը անկեղծ ժողովրդի հետ խոսա, ասի Ժորժ ջան, ես տեսնում եմ, որ Հայաստանը պետք է լինի Թուրքիայի վիլա հետ, որտեղ ինքը դա է անում։ Իրականությունը դա է։ Այդ դրանից հետո գնա ընտրությունների, մենք կտենանք Նիկոլը ձայն ունի, թե ոչ։ Բայց ինքը հակառակն է, ինքը խափում է ժողովրդին, կոնստանտ խափում է։ Ինչպես Արցախի հարցում արեց։ Դե դա նույնը Արցախի հարցն էր։ Սա էլ մեր ժողովուրդը լավ է, գիտես, այս 7 տարվա մեջ չարիքների միջով անցնելով, դժբախտությունների միջով անցնելով, մեր ժողովուրդը նաև դա պետք է ուշադիր լինի, որ Նիկոլի տված խոստումները սովորաբար ավարտվում են ճիշտ հակառակով։ Հիմա Արցախը Հայաստանը եւ վերջից մենք դառանք նրան, որ երեք Նիկոլը ասում է, արցախցիների վերադարձը ես իրական չեմ համարում։ Որտեղից որտեղ հասանք, ընդ որում ոչ թե պատմական երկար ժամանակաշրջան մի քանի տարի։ 7 տարում Արցախն էլ թոք դառավ մեր վզին։ Այո։
Եվ պարոն Վարդանյան, Ռոբերտ Քոչարյանն էլ օրերս հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ մասնակցելու է 26 թվականի ընտրություններին անմիջապես իր դեմքով։ Բացի Արման Թաթոյանից ընդդիմադիր որոշ այլ գործիչներ էլ առաջարկում են, որ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի փոխարեն որևէ այլ գործիչ առաջնորդի ընտրություններում, եւ պնդում են, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը չի կարող ահաբեկել նախկինների վերադարձով եւ ընդդիմությունը ավելի շատ ձայներ կստանա հավաքական առումով այս դեպքում։ Որպես Հայաստան դաշինքի անդամ կխնդրեմ նշեք, թիմի ներսում այս սցենարը քննարկել եք եւ ինչ որևէ այլ մոտեցում ունեք, թե միանշանակ է, որ երկրորդ նախագահն է առաջնորդելու ձեր ցուցակը։ Նախ, ինչպես նախագահն նշեց, ընտրությունների հետ կապված դեռևս որևէ քննարկում չի եղել։ Նախագահն նշեց, որ մեծ հավանականությամբ նա իր դեմքով կմասնակցի եւ նաեւ իր վերջի ասուլիսի ժամանակ շատ པարզ բան ասաց, ժողովուրդ, եթե ինձանից շատ վարկանիշ մեր թիմում որևէ մեկը որևէ պայի գրանցի, ապա միանշանակ է, որ հենց այդ մարդն է կգլխավորի մեր ցուցակը։ Հիմա դες երբ որ անդադ ասում են, որ նախկին ներկա այդ վեճի մեջ նաև ընդդիմությունը իր մեղքը ունի, որ անդադ այդ վեճը բերում է ներընդդիմադիր ինչ որ խոսում։ Ես չունեմ նման վեճ։ Մեր ժողովրդի գերակշռ մասը չունի նման վեճ։ Դա Նիկոլի բանն է, որը մենք չպետք է օգտագործենք, որովհետև ի վերջո Նիկոլը արդեն նախկին է։ Ասում են Փաշինյանին դեմ են, բայց նախագահների վերադարձին էլ ավելի դեմ են, դրա համար էլ նրան հաջողվում է վերարտադրել։ Դրա համար էլ ընտրություններում մասնակցում են նաև այլ ուժեր, եւ մարդիկ ունեն այդ հնարավորությունը ընտրել այլ մարդու։ Բայց արի մի բան հստակ հասկանանք, եւ ես շատ հույսով եմ, որ ժողովուրդը դրա մասին կմտածի։ Պետք է առաջին հասկանանք ինչ վիճակում է այսօր Հայաստանը։ Պետք է ռեալ գնահատենք վիճակը։ Մենք այն վիճակում ենք, որ երկու թշնամական մեր հանդեպ թշնամական տրամադրված երկիր կոնկրետ ուզում են կուլ տալ Հայաստանի Հանրապետությունը։ Այդ վիճակում ենք մենք։ Մենք ունենք շատ վատթարացած հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, Վրաստանի հետ եւ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ անհասկանալի հարաբերություններ են, որովհետեւ իրանցիք շատ լավ հասկանում են, թե հայերը ինչ են անում, հայերը ասելով կառավարությունը, բայց մեր կառավարության անդամները արդեն գնում են და խափում են։ Հիմա իրանք էլ ապուշ չեն Իրանում, հստակ իրանք շատ լավ հասկանում են ինչ է կատարվում։ Հիմա այս վիճակում ի հայտ են գալի մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրենք պատրաստ են ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Իմ մոտ այդ մարդկանց բոլորին Հայաստանի Հանրապետության հասարակությանը կա մի պարզ հարց։ Դուք ում եք տեսնում, ով կարող է նստել Ալիևի դեմ դիմաց եւ ոչ թե պարտված հայացքով նայել, այլ հաղթողի հայացքով նայել եւ բանակցել Հայաստանի Հանրապետության շահերից։ Ես չեմ տենում ցավոք սրտի այլ մարդ կամ նախագահ Քոչարյանն է։ Եթե տենամ պարտված իրավիճակում միանշանակ, բայց այս վիճակում է պետք մարդ, ով ունի գրանցած հաղթանակ։ Բայց այս վիճակում է պետք մարդ, ումից Ալիևը գոնե կաշկանդվելու է, որտեվ հասկանալու է, որ դեմը արդեն պարտված Նիկոլը չի։ Հիմա անկախ դրանից ինչպես եք դուք վերաբերվում, անձնական ինչ կարծիք ունեք նախագահ Քոչարյանի մասին, վերհիշեք իր կամային հատկությունները, վերհիշեք ով է նա, վերհիշեք թե իր ղեկավարման օրոք Հայաստանում ինչքանով է փոխվել կյանքը, որովհետև դա էլ է 10-ամյակով ժողովրդին խափել են, լցրել են ականջները, ուղեղները լցրել են ինչ-որ սուտ տեղեկություններով։ Մինչդեռ ամեն ինչ շատ ավելի ակնհայտ եւ պարզ է, Google կա։ Դրեք նայեք, օրինակ մինիմալ աշխատավարձը ինչքան էր, երբ որ նա եկավ իշխանություն, ինչքան դարավ, մինիմալ թոշակը ինչքան էր, ինչքան դարավ, լույս կար թե ոչ, գազ կար թե ոչ, այս կար թե ոչ, այսինքն ամեն ինչ համեմատության մեջ է։ Արդյոք Հայաստանում հանգիստ էինք ապրում։ Հասկանաս, այդ ամեն ինչը պետք է ժողովուրդը հիշի։ Մենք ամեն ինչը կարծես մոռացան ենք մատնում։ Օրինակ 3 կապանի հայտնի օպերացիայի տարելիցներ։ Այո։ Ով հիշեց դրա մասին։ Ով հիշեց, որ գեներալ Խաչատուրովին 3 օրինակի համար պաշտպանության նախարարը իմ ամբողջ վատ վերաբերմունքով իր հանդեպ, բա պաշտպանության նախարարը բա մի հատ շնորհավոր էր գեներալ Խաչատուրովին, այդ փայլուն իրականացված օպերացիային, որի նաև մասնակից է եղել Աշոտ Երկաթը, Մինասյան Աշոտի իր ջոկատով, որ այսօր քրեական հետապնդման տակ է, դատարանի կողմից դատապարտված է։ Այդ դրա մասին պետք է ժողովուրդը։ Դες ամեն ինչը չի տեղավորվում իրենց խաղաղության օրակարգի մեջ, դրա համար հենց դա է հարցը։ Հենց դա է հարցը։ Իսկ խաղաղության իրական օրակարգը դա այն է, երբ որ դու նստում ես սեղանի շուրջ եւ կարողանում ես հավասարի պես բանակցել։ Իսկ այդ հավասարի պես որոշ դեպքերում դու պետք է հավասարեցնես այլ երրորդ անձանց ներգրավելով։ Եթե հիմա մենք լինեինք Ադրբեջանի տեղը, մենք էլ շատ կողմ կլինեինք ուղիղ բանակցությանը,
Բայց Հայաստանը այսօր այն վիճակում չէ, որ ուղիղ բանակցի իր թշնամիների հետ։ Մենք թուլացած վիճակում ենք թե տնտեսապես, թե ռազմական տեսանկյունից։ Եվ այս առումով շատ կարևոր է ներգրավել այդ խոսակցություններին եւ բանակցություններին երրորդ գերտերություններ։ Ես կառաջարկի դա լիներ հենց ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը։ Համատեղ, իհարկե համատեղ, որովհետեւ դու պետք է անընդհատ փորձես եւ բալանս պահել։ Բալանսել է շատ կարևոր։ Հիմա Հայաստանը եթե սանկցիաների տակ մտցնեն, պարզ է, ժողովուրդը կոտորվի ուղղակի։ Դրա համար պետք է ճիշտ որոշումներ կայացնել, ճիշտ երկրների հետ բանակցել, քո շահը միշտ առաջ տանել եւ ուրիշների շահերի բախման վրա խաղալ։ Բայց դրա համար դու պետք է լուրջ դիվանագիտ լինես, դրա համար դու պետք է անցած ճանապարհ ունենաս։ Հիմա այս ամբողջ վիճակի մեջ կանգնել ասել, որ Արման Թաթոյանը ուզում է վարչապետ դառնա, ես էլ եմ ուզում։ Էդ էլ հա պրոբլեմա, որ երբ որ Նիկոլը Սանդղակը այդ վարկանիշը վարչապետի այնքան է իջացրել, որ Արման Թաթոյանի թվում է, որ ինքը կարելի է վարչապետ լինի։ Նույն Արման Թաթոյանը թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, եթե այդ տարիքին էր, իրա մտքով չէր անցնի, որ ինքը կարող է Հայաստանի վարչապետ լինել։ Մտքով չէր ասում, որովհետև այդ մակարդակը չի։ Դե ժողովրդավարությամբ կմեկնաբանեն սա։ Հասկանաս, հիմա մակարդակը այդքան էնի չէ, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած մարդ ասում է, ես կարամ քաղաքապետ լինեմ Երևանի, ես կարամ նախարար լինեմ։ Հա, բայց եթե Գևորգ Պետրոսյանը, Պողոսյանը, ինչ են Պապոյանը, եթե ինքը նախարար է, ապա իմ տան շունն էլ կարա նախարար լինի։ Եվ ընդ որում ես չեմ կարա շանս ասեմ, խի ես ուզում նախարարն, ես դու կասի ախպեր, բան չեմ անի, բայց գոնե վնաս չեմ տա։ Հասկանում ես, հիմա դա է, որ ես խնդրում եմ ուղղակի մեզ նաև ժողովրդին, որ ռեալնային իրավիճակին հասկանան, որ դուք ընտրում եք ոչ թե մարդ, ում ուզում եք սիրել, երբ որ դու գնում ես բժշկի ու դեմքը դուրը չի գալի, դու չէ դեմքը վատն է, դու գնում ես նրա համար, որտեղ ինքը վաստակավոր բժիշկ է, որտեղ ինքը շատ վիրահատություններ ա արել։ Հիմա մենք մեր հասարակության մեջ պետք է գտնենք այն մարդկանց, որոնք վաստակաշատ են, որոնք շատ վիրահատություններ են արել, որոնք տարբեր փորձություններով են անցել եւ որոնք կարող են հավասարի պես նստել եւ բանակցել աշխարհի ցանկացած երկրի առաջնորդի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Արա Վարդանյանի հետ։ Կհանդիպենք։